Պարոն Թորոսյան, ազգային ժողովի կայքում կա նախագծի փաթեթ, որը ենթադրում է հեծի պետականացում։ Խնդրում եմ կմանրամասնեք, թե ինչ գործընթաց է տեղի ունենալու նախագծի վերաբերյալ, ինչ մանրամասներ կարող եք հայտնել։ Նախ պետք է ասեմ, որ սրա մասին հրապարակային արդեն խոսել ենք տարբեր մակարդակներում, սկսած վարչապետից, վերջացրած մենք ազգային ժողովում, մենք կարծում ենք, որ Հայաստան էլեկտրական ցանցերը հաշվի առնելով դրա կարևորությունը եւ նաեւ հաշվի առնելով դրա կառավարման վերջի ժամանակների արդյունավետությունը պետք է անցնի պետության կառավարման ներքո եւ հենց դրա մասին է նախագիծը ինքը բավական մեծ փաթեթ է տարբեր օրենքներում փոփոխություններ իրականացնելու, որը ազգային ժողովը արտահերթ նիստում կընդունի։ Կմանրամասնեք ընդհանուր առմամբ ինչ կետերով դա պետք է տեղի ունենա, կա այնտեղ հստակ կետեր, որ համապատասխան էսպես կամ սեփականատիրոջից է վերցվում եւ այլն այդ իրավական կետերը։ Ես հիմա իրավական մանրամասնությունների մեջ չեմ մտնի, իհարկե կա, եթե ազգային ժողովի կայքում դրված է փաթեթը եւ որը պետք է քվեարկվի, ամեն ինչ շատ մանրամասն կա, բոլոր մեխանիզմները եւ դրա վրա աշխատել են մեր իրավաբանները, ազգային ժողովի կառավարության եւ նախագիծն էլ ներկայացվում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից, հետեւաբար այո, եւ իրավական իմաստով եւ քաղաքական իմաստով ամեն ինչ շատ հիմնավորված է։ Դուք նշում եք, որ իրավական եւ քաղաքական տեսանկյունից նախագիծը հիմնավորված է, սակայն հեծի փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը այսօր ասուլիս է տվել եւ նշել է, որ նախագիծը անգրագետ է։ Նա նաեւ ասել է, որ պատրաստվում են իրավական բոլոր օղակներով պայքարել դրա դեմ։ Ինչպես է արձագանքում այս ամենին։ Գիտեք, տարօրինակ կլիներ այլ բան լսել այս պահին Հայաստան էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ ըստ էության ներկայացուցչից, ուրիշ բան, որ անգրագիտության մասին եկեք առնվազն այս պահին չարձագանքեմ, որտեղ ժամանակը ցույց կտա ով էր գրագետ եւ ով անգրագետ եւ հատկապես այդ կարևոր կառույցը կառավարելու ընթացքում եւ եթե մեր ժողովրդին օրինակ մեր բաժանորդներին հեցի հարցնենք, այդ հարցի պատասխանը կարծում եմ շատ ակնհայտ կլինի եւ սпасելի է իհարկե ինչ վերաբերում է իրավական գործընթացներին Հայաստանը իրավական պետություն է եւ նրանք կարող են իհարկե իրենց բոլոր իրավունքները իրացնել, բայց մենք հաստատակամ ենք մեր որոշումների մեջ եւ վստահ ենք, որ հիմնավոր եւ ճիշտ որոշում են կայացնում, նորից եմ կրկնում, եւ իրավական եւ քաղաքական առումով։ Պարոն Թորոսյան, երբ այս մասին արդեն բարձրաձայնվեց հեծի պետականացման մասին, քննադատություններ հնչեցին, որ իշխանությունները փորձ է անում մասնավոր սեփականությունը խլել եւ այստեղ իրավունքների ոտնահարում է նկատվում։ Արդյոք սա փորձ է մասնավոր սեփականության խլելու, թե ոչ։ Իհարկե փորձ չէ մասնավոր սեփականություն խլելու, այլ ռազմավարական նշանակության ըստ էության մենաշնորհային դիրք ունեցող կարևորագույն հանրային ծառայություններ մատուցող հիմնարկի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու փորձ է, որը վստահ եմ հաջողությամբ կպսակվի։ Ընդհանրապես այս բանավեճը նոր չի, որ սկսվել է եւ որևէ կապ չունի վերջի քաղաքական զարգացումների հետ։ Մենք մեկ տարուց ավել է նույն ազգային ժողովում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, ՀՑԿ-ի ղեկավարություն է փոխվել նաեւ դրա արդյունքում, քանի որ մենք տեսել ենք փոխկապակցվածություն եւ ոչ այդքան թափանցիկ կառավարման հարցեր եւ սա ըստ էության դրա տրամաբանական շարունակությունն է, իսկ բիզնեսը եւ սեփականությունը կարող են սեփականության իրավունքը եւ մեր գործարարները կարող են հանգիստ լինել իրենց աշխատանքում դա ապացույցված է եղել, այսինքն դա իմ խոսքերով չի, որ պետք է հանգիստ լինեն։ Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքը հարգված է ամբողջությամբ։ Դուք նշում եք, որ սա Սամվել Կարապետյանի վերջին հայտարարության հետ կապ չունի, հետցի սեփականության հետ կապված այս գործընթացը։ Եթե այս վերջին հայտարարությունը չլիներ, դուք արդյոք այս գործընթացը կսկսեիք, թեև դուք էլ նշեցիք, որ այս մասին նաև քննարկում է եղել ազգային ժողովում հանրային, այսպես քննարկում էիք հրավիրել հետի աշխատանքների որակի հետ կապված։
Գիտեք, Սամվել Կարապետյանի հայտարարությունն է պայմանավորված մեր գործողություններով եւ ոչ թե հակառակը, եւ դա էլի վերլուծությունների արդյունքում էլ կարող է ցանկացած մարդ եզրահանգել, երբ որ մենք ինտենսիվ սկսեցինք զբաղվել նաեւ հենց Հայաստան երեքտական ցանցերով, դրա հետ փոխկապակցված ընկերությունների գնումների գործընթացով, երբ որ ասենք իրենց բարեկամների եւ իրենց հետ փոխկապակցված ընկերությունները կատարում էին բոլոր իրանց աշխատանքները հոսանքի հետ կապված, գնումների հետ կապված, այդ ժամանակ եկավ Սամվել Կարապետյանի հայտարարությունը ըստ էության, որպեսզի հետագայում փորձ արվի ցույց տալ այս ամենը քաղաքական լույսի ներքո, ես նորից եմ կրկնում, իրականում հակառակն է, ոչ թե նա հայտարարություն է արել, մենք դրա հետևանքով ինչ որ կամ դրա արդյունքում ինչ որ գործողություններ ենք իրականացնում, այլ հակառակը, մենք գործողություններ ենք իրականացնում եւ Սամվել Կարապետյանը մտավ պայքարի մեջ, որպեսզի ցույց տա ապագայում, որ այս ամեն ինչը քաղաքական ինչ որ հետապնդում է եւ ոչ թե պարզապես իրավական եւ քաղաքական գործընթաց, որը մենք սկսել ենք դեռ շատ վաղուց։ Ըստ էության, պարոն Թորոսյան, կարող ենք արձանագրել, որ Սամվել Կարապետյանը տեղյակ էր, որ պետք է հեծը պետականացվի, նման նախագիծ է բերվելու, եւ նա այս հայտարարությունները արեց, ինչպես դուք եք ասում, սա քաղաքական ենթատեքստ տալով այս ամենին։ Այո, կարող ենք այդպես ասել, որովհետև նորից եմ կրկնում, process-ը շատ վաղուց էր սկսվել եւ նաեւ հրապարակային էր, թաքցնելու բան էլ չկար։ Մեր անհանգստությունները, մտահոգությունները եւ ազգային ժողովի ամբիոնից, փակ քննարկումների, բաց քննարկումների ժամանակ եւ մարդիկ, այսպես ասած, փորձեցին նախահարցակ լինել, թեև ապարդյուն եւ նաեւ արդեն իրավունքի եզրերը հատող հայտարարություններ իհարկե նաև արեցին։ Պարոն Թորոսյան, ես հիշում եմ այդ ժամանակ, երբ որ հարցը քննարկվում էր, լրագրողները փորձում էին ձեր խմբակցության տարբեր ներկայացուցիչների հարցնել, որ հնարավոր է, որ հեց այսպես ազգայնացվի, պետականացվի, մասնավորապես նաև ԶՊՄԿ-ի օրինակով էին դա փորձում ցույց տալ, բայց կտրականապես կարծես հերքում էին ձեր խմբակցության բոլոր ներկայացուցիչները, որ հնարավոր է նման բան լինի։ Ինչպես Գիտեք, հիմա դա ստացվեց։ եթե ասենք հարցը տրվել է մի քանի ամիս առաջ, բայց գործընթացները դինամիկ են, այսինքն այնպես չի, որ ամեն ինչ կանգնած է իր տեղում, եւ երբ որ դու տեսնում ես, որ քո ջանքերը այս ստատուս քվոյով, այսինքն օրինակ օպերատորով կամ սեփականատիրոջով չի ստացվում այնպեսին, ինչպես դու ակնկալում ես կամ ժողովուրդը ակնկալում է, դու նաև նոր որոշումներ ես կայացնում, դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Եվ պարզվեց, որ հեծի սեփականության բառնետոմսերի մի մասը այլ միջազգային կազմակերպությունում է գրավադրված։ Սա արդյոք խոչընդոտ չէ այդ պետականացմանը եւ սա ինչպես է տեղի ունենալու։ Գիտեք, մեր օրենսդրական փաթեթը կարծում եմ պատասխանում է բոլոր հարցերին։ Ես հիմա չեմ կարող իրավական գնահատականներ տալ հենց կոնկրետ ձեր բարձրացած հարցին։ Կարծում եմ մեր գործընկերները այդ ամեն ինչը հաշվի առել են, անհրաժեշտության դեպքում նաև բարձաբանումներ կտրվեն։ Այդ ավելի շատ նման հայտարարությունները պետք է տեղավորել, այսպես ասած, հիբրիդային էլի ինֆորմացիոն պատերազմի շրջանակներում, որով փորձվում է այդպիսի անորոշություն մտցնել, որ մենք չմտածված ինչ որ քայլեր ենք անում, որ սա բանկանի կվնասի մեր միջազգային վարկին եւ այլն, ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա եւ միայն այդ լույսի ներքո պետք է նայել այդ հայտարարություններին։